Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես սահմանադրության փոփոխման թեման արտաքին օրակարգի որևէ ուղղությամբ չկա, այլ ներքին օրակարգ կա, ինչի վերաբերյալ հստակ աներկբա հայտարարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ընդունած հռչակագրում։ Վարչապետն է հայտարարել, պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներին ու այդ համատեքստում Բաքվի նախապայմանների մասին հարցին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կան անառարկելի փաստեր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է նաև հոգևորականների կալանավորմանը։ Այդ մասին Բաքվից հնչող հայտարարություններին ու արդյոք կապ կա։ Սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյան առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել, մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ դատավճիռ եղել է թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ կարծեմ Ասողիկ Սրբազան եւ Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստին, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում բազմաթիվ իրադարձություններ եւ դա ինչ է նշանակում այն փաստը որ դուք հարց տվեցիք հիմա այս պահին հիմա եթե մենք հետազոտություն անենք կհամընկնի մեծ հավանականությամբ գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ հիմա մենք փորձենք գտնել Ադրբեջանի որևէ падգամավորի որևէ գործողության հետ Ադրբեջանի կառավարության որևէ ներկայացուցչի որևէ գործողության հետ եւ դրանից հետո դուք ստիպված կլինեք պարզաբանել այն հարցը որ դուք այստեղ տվեցիք արդյոք կապ ունի ասենք Ադրբեջանի որևէ մսկիթի հոգևոր ծառայողի արած որևէ հայտարարության հետ կամ կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա այն պահին երբ որ դուք հարցը տվեցիք աշխարհի հազարավոր մսկիթներում կամ գուցե հարյուրավոր մսկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց իսկ ձեր հարցը արդյոք
պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ ձեզ, որ եթե որևէ մեկը ուզենա գտնել համընկումներ ձեր հարցի, հա, էդ էլ է, չէ, բան, մեկ էլ ասում են, հա, այս փողը, այս ինչ գույն է, որ ձեր հագուստը, ձեր այն, որ հիմա ձեր ձախ ականջին ականջակալ կա, իսկ կարող է Ադրբեջանից զանգել են, հուշում են, ասում են, այ հիմա, կամ չգիտեմ, Ադրբեջանից չէ, Նոր Զելանդիայից, կամ ինչ որ երկրի հատուկ ծառայություն է, հասկանում եք։ Ընտրությունների հնարավոր արդյունքների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել կանխատեսումներին նոր ձևավորվող նաև նախկին ուժերի վերաբերյալ։ Վարչապետն ասել է, որ ելքը կորոշի ժողովուրդը, այսինքն 2026-ի ընտրություններում հաղթելու է հենց ժողովուրդը։ Եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞, հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարդիկ 2025 թվականի հունվարին։ Թե ինչ է տեղի ունենալու, ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլ։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվականի հունվար, տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն, ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրենք 2021 թվականի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում էին, որ պարտվելու են ընտրություններում։ Ասում էին, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։ Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, անելու են։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Խափանման միջոցի քննարկումը հակակոռուպցիոն դատարանում սկսվել էր կեսգիշերից։ Մկրտիչ սրբազանը մեղադրվում է 2 հոդվածով։ Պաշտպան Արա Զոհրաբյանը ներկայացրել է, թե ինչ է ասել սրբազանը դատարանում։ Լրագրողների հետ զրույցում փաստաբաններն ասել են, որ իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի իրավունքները պաշտպանեն։ Հիշեցնեմ, 3 վաղ առավոտից քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում։ 1 ամսով էլ դիվանապետն է կալանավորվել։ Իրենք մեղադրում են, քիչ առաջ դրա մասն էի խոսում, 2 հոդվածով են մեղադրում, ասում են հավաքներին, ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն պաշտոն իշխանական կամ ծառայական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում։ Ավելին այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա։ Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է եւ այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն։ Մյուս մասով էլ ասում է քարոզչության վրա է կազդել 21 թվականին, ոչ ժամանակն են ասում, երբ է ազդարացում է ժողով է կարել, ասել եք ում ուզում եք ընտրեք Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք։ Ավելին ասեմ, այդ խոսքերը դա իրենք ցուցմունքներից են արտաբերել եւ այո, քննիչի հիմնավորման մեջ է նշված։ Տեսեք, եթե նույնիսկ նման բան ասվեր պայմանականորեն, ուրեմն դա կոչվում է քարոզչություն։ Քարոզչություն ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը։ Դա ասում է որևէ տեխնացուի օգտին քվեարկել կամ քվեարկությունից զերծ մնալու համոզմունքն է, համոզելն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք պայմանականորեն, որ այդ բառերը եղել են, դա կոչվում է քարոզչություն։ Դա չի կոչվում հանցագործություն։ Այսինքն որևէ կերպ հանցագործության հատկանիշներ մենք չունենք։ Այսինքն հիմնավոր կասկածներ կարծում եք այստեղ չկա, միանշանակ չկա։ Այստեղ չկա եւ դրան գումարած կալանավորման նպատակներ չկա, ինչու է կալանավորվել, այսինքն ինչի համար նախատեսված է կալանքը, այդ պայմանները առկա չեն։ Եվ բնականաբար միակ բանը, որ կալանքը կիրառվել է, դա Սրբազանին պատժելն է։ Ինչ որ տեղ ունեցավ նաև Միքայել Սրբազանի դեպքում։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքն կուզենայի մեջ բերել, որովհետև այդ
Իհարկե պաշտպանական կողմի փաստաբանները, պաշտպանները իրենց բոլոր փաստարկները ներկայացրեցին հարցերով, մենակ երևի 3 ժամ հարցեր են տվել քննիչներին։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը, փորձեմ հնարավորինս տառացի մեջ բերել։ Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասեց ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Եվ ասեց ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն։ Եվ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, անփորձակ գնաք հասնեք ձեր տները։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ, ցավոք մենք էլ գիտենք, որ չկա, բայց մեզանից կախված ամեն ինչ արեցինք, մեր իրավաբանությունը արեցինք, որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք։ Ողջարկելու ենք, որովհետև այստեղ որպես այդպեսին ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա եւ դրա մասին ամբողջ դատականության ընթացքում ասում էինք, որպեսզի շատ չմանրանանք, երկու կարևոր նկատառում պետք է ընդգծենք։ Տեսեք, այս պահին հոդվածներից մեկը, որը որ մեղսագրվում է, այն պահին իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Հետևաբար սա չէր կարող ընդհանրապես մեղադրանք ներկայացվել, սա նոր չէր կարող կալանք լինել, դրա մասին շատ մանրամասն խոսել ենք, բայց ինչպես տեսնում ենք, իրենք sense ճակերտների մեջ ասած խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում, այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունքում է։ Մյուս հոդվածով էլ ըստ էության իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ քո լիազորությունները գործադրելով ծառայական եւ այլն հարկադրել ես հավաքի մասնակցել, չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված թե ինչ եղանակով է դա հարկադրումը կատարվել, ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայական լիազորությունները չկարողացան ցույց տալ, այսինքն ընդհանրապես խոսքեր, որ հանցագործություն է կատարել, բայց թե հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկար։ Հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու են, մնացած հիմքերն էլ բավականին խորությամբ առկա են, բայց այս պահին այդքան չի ցանկանա անդրադառնալ, որովհետև որոշակի մարտավարական հատկանիշներ կան։ Գնացել են թեմում խոզարկություն են արել, բնականաբար գումարել կհայտնաբերեն, ասենք ինչ խնդիր է որ գումար են հայտնաբերել, բայց քանի որ ամեն ինչ հիմնված է հենց այդ կեղծիքի վրա, որ տեսեք գումար կա, ինչ ասենք որ թեմի առաջնորդարանում գումար կա, պետքա չլիներ, այսինքն դա շատ բնական է որ կա եւ պետքա լինի, որովհետեւ այն բազմաթիվ ծախսեր կա, որ ծախսերը պետքա հոգացվի։ Հարցաքննվել է Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ 3 կատարված 2 տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր գումար, ոսկե, արծաթե, մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն է անդրադարձել այս դեպքերից հետո իր հասցեին ուղղված տարբեր մեկնաբանություններին ու որակումներին։ Գոռացեք, ճվացեք, գործ տվող անվանեք, բայց վաղը մի ամսից 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ, կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։ Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը՝ քահանա, ոստիկան, փականագործ, իշխանություն, ընդդիմություն, թե հարազատ եղբայր, որ չունե։ Գործ ենք տալու ու լավ ենք անելու։ Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տրենդներով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում, եւ այո, իրավախախտման մասին պետությանը գործ տալը ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է, Facebook-յան էջում գրել է նա։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նշեմ, որ նախորդ նիստերից մեկում դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր Բագրատ arczepiskopos Գալստյանյանի եւ մի քանիսի կալանքը։ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով, որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Միջնորդությունը քննվել է 2 օր, այն ավարտվել է 3 գիշերը։ Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 290 հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարել, 296 փողերի լվացում, 422 իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածներով։ Իսկ հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափի փողերի լվացումը։ Շարունակենք, բեռնատարների վարորդները դարձյալ բողոքի ակցիան անցկացրել կառավարության շենքի դիմաց, հույս ունեն խնդիրը կլուծվի։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են երկրի տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Բեռնափոխադրողները հայտարարել են, որ այսպես շարունակվելու դեպքում տնտեսությունն էական վնաս է կրելու, լինելու են համատարած թանկացումներ։ Սա ոչ միայն իրենց հարցն է, այլ բոլորն են զգալու հետևանքները։ Ոմանց ժամկետն արդեն լրացել է ու արդեն արգելանք կա։ Կառավարության մոտ վարորդներին է մոտեցել էկոնոմիկայի նախարարը, վստահեցրել, որ մեկ շաբաթ է խնդրի ուղղությամբ աշխատում են ու շարունակելու են աշխատել, մինչև հարցը չկարգավորվի, քանի որ ինքն էլ կարծում է 90 օրը բավականին քիչ է։ Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք։ Հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում, շատ, հիմա տեսեք, ես հիմա որ մի երկու բան, աշխատանքային մի երկու բան որ ավել ասեմ, կարող է այդ մեր գործին, ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում, ԵԱՏՄ-ում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է, հետևաբար իհարկե դուք կարաք ամեն օր ձեր իրավունքն է ցույցել անեք, բողոքել անեք, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ այս մի շաբաթ զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծի, որտեղ ես էլ եմ ուղիղ ասում եմ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում դա չաշխատող տարբերակ է, որտեղ 90 օր մենակ դուք վերին լարսում կարող եք կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել։ Ավելացնեմ, լսեցինք։ Հիմա նայեք, եթե օրինակ ես անցակետը անցնում եմ, ենթադրենք 2 րոպե, ուրբաթ օրով։ Օրը բացառություն անենք, ժամը 3-ը 11-ին անձնագրայինը անցա, այնտեղ որ ժամը ֆիքսում, ուղիղ ամսաթիվ։ Եկել եմ ինչ-որ X տեղ դատարկման, բեռնաթափման, ուրբաթ շաբաթ կիրակի մեքենան կանգնում է, իմ օրերը պտտվում է, եւ էլի նմանատիպ բազմաթիվ խնդիրներ։ 90 օր մենակ կարող է դուք վերին լարսում կանգնեք։ Զբաղվում ենք։ Եթե ինչքան ժամանակում ա եղնելու այդ հարցը, մի ամիս, 2 ամիս, 5 օր, 10 օր, 5 ամիս, 6 ամիս։ Ես սկզբում ինչ ասեցի։ Մի հատ կներեք, Ղազախստանում ելան, արագ ձևով այդ հարցը լուծում տվին։ Չէ, տենց չի։ Տենց է։ Ղազախստան լուծումը մի ձևի է լինելու, այն պրոբլեմը ինչ որ կա Ղազախստանում, այն պրոբլեմը ինչ որ կա Qırğızstանում, այն ինչ որ կա Հայաստանում, նույնական է։ Իրանց դեպքում ավելի հեշտ է, բայց այնքանով որ օրինակ իրանք վերին լարս չունեն։ Հիմա ժողովուրդ ջան, այս հարցը, այո, այդ եմ ասում, իրանց ավելի Քիչ է համարեմ հարցը տալիս։ Մատականներ չանենք, թողենք իրանց Այս որ զբաղվում եք, մեկ էլ զբաղվենք, որ մարդիկ կան ու որ արդեն արել են արգելանք կա դրված, դրանց էլ անեն վերանայում լինի հասկացա, եթե ու հնարավորինս մի քիչ սեղմ ժամկետներում Գիտեմ։
Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից է եւ շատ կարեւոր է հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն, հայտարարել է վարչապետը կառավարության նիստում։ Նիկոլ Փաշինյանը հուսով է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Նախարարն էլ ասել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության նպատակը լինելու է քաղցկեղի հայտնաբերումը, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում։ Նույն քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է եւ հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա դատավճիռ է անբեկանելի եւ իհարկե բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ որ հիվանդությունը բուժվում եւ հաղթահարվում է, բայց իհարկե սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը եւ այդ առումով այս ծրագիրը իսկապես կարեւոր է եւ նաեւ այո ճիշտ նշեցիք, ցավոք կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն, իհարկե առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումով այս խնդիրը ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի։ Վերջին տարիների միջամտությունները այդ սկրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել եւ մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է, եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։ Նիստում վարչապետն անդրադարձել է նաև խցանումներին, նշել, որ այնինչ երեք տեսել է սարսափելի է։ Դա ոչ թե խցանում է, այլ քաոս։ Փաշինյանը հանձնարարական է տվել։ Անձամբ ականատես եղա, թե ասենք 6:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում։ Ես հեծանիվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու խնդրեմ ունեի խցանման պատճառով։ Այսինքն ես չեք կարող մտածել, որ կարա ժամ լինի, որտեղ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել։ Շատ լավ մեքենաները բերում, որտեղ են տեղավորվելու այդ մեքենաները։ Ես համաձայն եմ, որ նույնիսկ խցանման պարագայում ավելի լավ է էլեկտրոմոբիլը լինի, որովհետև խցանման մեջ կանգնած մեքենայի շարժիչը աշխատում է, մեր մեքենաների Եվրոպայում կան մեքենաներ, որ հենց կանգնում է շարժիչը անջատվում է, բայց այդ արտանետումները բան են անում մեր միջավայրը, բայց ստե խնդրեմ կա, պետք է հասկանանք ինչ ենք անում։ Իհարկե ես առավոտյան հանձնարարել եմ, որպեսզի ներքին գործերի նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, ես հանձնարարել եմ, որ ճգնաժամային խումբ ստեղծեն, որովհետեւ ես հասկանում եմ, որ օրվա բոլոր ժամերին չի որ այդպես է, բայց այդ մեծ խնդրեմա։ Երկրորդը մենք պետք է այլընտրանքային տրանսպորտներից, իհարկե հանրային տրանսպորտի զարգացման մասին խոսել ենք, կառավարությունն էլ մենք միջոցներ հատկացրեցինք նաև այդ նպատակադրումով, որպեսզի տրոլեյբուսներ ձեռք բերեն Երևանի քաղաքապետարանը, բայց մենք պետք է հասկանանք, որ սենց մենք սխալ տեղ ենք գնում, վստահաբար սխալ տեղ ենք գնում, որովհետև ինչի էլեկտրական հեծանիվների մասին բան արեցի, հարցրեցի, որովհետև շատ ասում են Երևանում հեծանիվով տեղաշարժվելը բարդ է եւ այլն, նախ ես ասեմ ինքս հատուկ այդ նկատառումով նաեւ որ այցա լինում, առիթա լինում, այդ քաղաքներում հեծանիվ եմ քշում, տենց քաղաք չկա, որտեղ 100%-ով հարթ է։ Շատ տեղերում կան բարձունքներ, վերելքներ, վայրեջքներ եւ այլ, հարցը դա չի, բայց նախ սովորական հեծանիվով էլ կարելի գնալ նոր-նորքի զանգված, համեն դեպս ես անձամբ Երևանի բոլոր բարձրադիր թաղամասերով անցել եմ հեծանիվով,
բայց երկրորդը այդ կան հեծանիվներ, որոնք էլեկտրական շարժիչով են, այսինքն առանց մեծ ջանքի կարելի է բարձրանալ, բայց նույնիսկ եթե ջանքի մասին է, կներեք 1980 ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետև այդ խցանումը արդեն բան է, այդ խցանումները արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են, հետո այդ մարդը մտնում է սոցիալական ցանցեր, չգիտեմ ինչ, գնում է տուն, հարևանի հետ եւ այլն, այդ բանը, այդ նեգատիվը որևէ ձևով պետքա պարփվի եւ վստահ չեմ, որ բոլորն են տենց բան ձևով, հանդարտ ձևով պարփում։ Ես կառաջարկեմ, եթե հեծանիվները չկան, էլեկտրական հեծանիվը կա, որովհետեւ մեր ծրագիրն էլ չի աշխատում իմիջիայլոց, ոնց որ թե ուսանողների համար ընդունած ծրագիրը հեծանիվների, էլ չեմ ասում, որ չի երևում, որ ուսանողները սկսել են հեծանիվով գնալ դասի։ Ու սա պրոբլեմա, ես համոզված եմ դուք ինձնից շատ գիտեք խցանումների մասին, բայց այն ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ չի կարելի տենց թույլ տալ, որ տենց իրավիճակը լինի, ընդհանրապես բոլոր երկրներում էլ լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, դա խցանում չի, դա քաոս է, չի հասկացվում ինչ է կատարվում, ասենք ոնց որ մի սուբստանցիա լցնես սենց փողոցները ու տենց ողողվի փողոցները այդ բանով, այդ սուբստանցիայով, այսինքն ոչ կարգ կա, ոչ շարք կա, էդ էլ ուրիշ խնդիր է, որովհետև ուրիշ տեղերում նաև այդ խցանումները գոնե դասավորված են իրանց արանքներով, կարա մոտոցիկլը անցնի, մոպեդը անցնի, հեծանիվը անցնի, հնարավոր չի անցնել, ոչ մի բանով, նույնիսկ ոտով հնարավոր չի անցնել, որովհետև անդադ պետք է կամ ես մեքենային կպնես, կամ եմ մեքենային կպնես, եւ սա շատ լուրջ խնդիր է։ Այնպես որ ես կողմ եմ էլեկտրոմոբիլն, որովհետև ավելի լավ է խցանում էլեկտրոմոբիլով, քան խցանում ներքին այրման շարժիչով մեքենայով, բայց ընդհանուր խնդիրը շատ լուրջ է։ Նախորդին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 23-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, մեկն էլ Շենգավիթ բուժկենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այվազովսկու փողոցից, որտեղ հայտնաբերվել են առնանման հետքեր ու գազային ատրճանակի չկրակված պարկուճներ, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը։ Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լուսադեմին BMW-ն Երևանյան փողոցում կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամչյանը, տուժածներ չկան, վարորդը սթափ է եղել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Իսրայելը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե Պաղեստինյան Համաս շարժումը հրաժարվի զինաթափվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Եթե Համասը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները, Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով կվերսկսի մարտական գործողությունները եւ կգործի հանուն Համասի լիակատար ջախջախման, Գազայում իրականությունը փոխելու եւ հասնելու պատերազմի բոլոր նպատակներին, ասվում է Կացի գրասենյակի հայտարարությունում։ Կացը հրամայել է բանակին պատրաստել գործողությունների համապարփակ ծրագիր Գազայում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտության դեպքում։ Ավելի վաղ X-ում արված գրառման մեջ Կացը նշել էր, որ պայմանավորվածությունների ցանկացած խախտում կարժանանա անհապաղ արձագանքի։ 3 ահաբեկիչները, որոնք փորձեցին մոտենալ եւ անցնել, կանխվեցին, եւ դա կշարունակվի նաեւ ապագայում, նշել է Կացը X-ում արված գրառման մեջ։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներից։ Այս մասին Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Այսօր ես հանդիպեցի Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ, քննարկելու միակ
Միացյալ Նահանգներում ԱՄՆ-Ճապոնիա առևտրային եւ ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը։ Նախարար Կատոյի հետ մենք նաեւ քննարկեցինք ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր եւ վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը։ X-ի իր էջում գրել է Սքոթ Բեսենթը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահեցրել է, որ հնդկական կողմը դադարեցնելու է Ռուսաստանից նավթի գնումները։ Թրամփը հայտնել էր, որ հաջորդը ցանկանում են հասնել նրան, որ Չինաստանը ևս հրաժարվի Ռուսաստանի Դաշնության հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունից։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը եւ մերձավոր արևելքի հակամարտությունների հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել Չին-ֆրանսիական 27-րդ ռազմավարական երկխոսության ընթացքում, որը կայացել է հոկտեմբերի 15-ին Չինաստանի արևելյան Հանջժոու քաղաքում։ Նշվում է, որ երկու երկրների դիվանագետները պայմանավորվել են ամրապնդել փոխադարձ վստահությունը եւ ընդլայնել միջպետական համագործակցությունը ներկայիս անորոշ եւ անկայուն միջազգային իրադրության պայմաններում։ Ուկրաինական պատվիրակությունը նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի եւ Եվրոպայի համար երկարաժամկետ անվտանգության ճարտարապետության տեսլականը եւ այն քայլերը, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Բացի դրանից քննարկվել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է առնվազն 23000 հանցագործի։ Ին վարչակազմի սկզբից ի վեր հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ավելի քան 23000 հանցագործի, որոնք բռնի հանցագործություններ են կատարել, ինչը կրկնակի ավելի է, քան ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի աղետալի վարչակազմի վերջին տարում ձերբակալվածների թիվը։ Ասել է Թրամփը հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև հավելել է, որ առգրավվել է ավելի քան 6000 ապօրինի պահվող զենք։ Պատելը իր հերթին մեջ բերել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 7 ամսվա ընթացքում ձերբակալվել է 28600 բռնի հանցագործ։ Իսրայելի զինված ուժերի գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ Ըստ գործակալության անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Իսրայելը ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել անցակետը եւ կրճատել օգնությունը Պաղեստինյան անկլավին, քանի որ ըստ Իսրայելի Համասը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։ Իսրայելական զինված ուժերի գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ, Շալոմ եւ այլ անցակետերով։ Ավելի վաղ երկու աղբյուրներ Ռոթերսին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը ենթադրաբար կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։ Արմինե Գևորքյան, Update լրատվական։ Եվ եղանակ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց հարցազրույցն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։